Գայլեր գառների հագուստով, վերջին ժամանակների խաբեությունը։ Վերջին ժամանակներում ամեն ինչ չէ, այնպես, ինչպես երևում է։ Գայլերը չեն գոռում, նրանք գալիս են ժպիտով, խոսում են Աստծուց, բայց հրտում փնտրում են փառք, խոսում են սիրուց, բայց տանում են մարդկանց դեպի բաժանում, և Քրիստոսը նախազգուշացրեց. «Զգուշացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ գառների հանդերձով, բայց ներսից հափշտակող գայլեր են»։ Եվ գուցե դու հարցնես, ինչպես տարբերենք գառը գայլից, երբ երկուսն էլ նույն կերպ են խոսում։ Պատասխանը մեկն է՝ պտուղով։ Սուտը երկար չի թաքնվում, պտուղը ցույց կտա սիրտը։ Հայաստանում էլ կան մարդիկ, որ Աստծո անունը շուրթերին ունեն, բայց նրանց վարքը բաժանում է շահարկում և շահագործում։ Կան հոգևոր դիմակներով շարժումներ, որոնք սնում են անձը, բայց ոչ եկեղեցին։ Կա նաև վտանգ՝ խեղաթյուրելու Քրիստոսին, ըստ քաղաքական շահի կամ մարդու փառքի։ Բայց նորուղտը մեզ հստակ ասում է. ձեր միջից էլ վեր կկենան մարդիկ, որ շեղություն կխոսեն, աշակերտներին իրենց ետևից քաշելու համար։ Սրա համար արթնացիր, աչքերդ խաբեությունից ազատ, սիրտդ ճշմարտությամբ լցված, և իմացիր, ժամանակները մութ են, բայց Աստծո ճշմարիտ ժողովուրդը կփայլի։ Եղեք սուրբ, եղեք մաքուր, եղեք ազնիվ, և այս ամենը թող չազդի ձեր վրա, քանի որ դուք ընտրել եք Քրիստոսին, մեզանից ամեն մեկը մի օր պատասխանելու է Աստծո առաջ։ Դուք ամեն մեկդ մտածեք ձեր սուրբ կյանքով ապրելու մասին, որովհետև վաղ թե ուշ ամեն մեկս մեր անձի համար ենք պատասխանելու Տիրոջը։